Բանակում ծառայությունը կես տարով կրճատելու նախագիծն իշխող ուժը մտադիր է ընդունել հրատապ ռեժիմով։ Պաշտպանության հանձնաժողովում այսօր միայն իշխանականների ձայներով նախագիծն ընդունվեց։ Կառավարության կողմից առաջարկվել է նաև ազգային ժողովի կողմից օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Իշխանության այս անհետաձգելի փոփոխությունը ընդդիմությունից համարում են նախընտրական քայլ, որ նորակոչիկների ընտանիքներն իրենց ձայնը տան Փաշինյանի թիմին։ Այն, որ սա նախընտրական գործողություն է, նախընտրական քայլ է, դա նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում։ Ամենայն դեպս նույնիսկ ձեր այն հայտարարությունը, որ պետք է լիներ գործողություն իրականություն պետք է դառնար, այս օրենքը իրականություն պետք է դառնար հուլիսին, հիմա հունվարից է սկսելու աշխատել, պարզ է, որ սա նախընտրական տրամաբանություն ունի։ Տիկին Գիրուկյան, ասեմ, որ այս նախաձեռնությունը նախընտրական չի հաստատ։ Եթե այս փոփոխությունը նախընտրական նպատակով չէ, ինչու է իշխող ԿՊ-ն ամեն ինչ անում, որ օրենքն ուժի մեջ մտնի մինչև հունվար։ Ընտրությունների նախորդող զորակոչից արդեն ծառայությունը դառնա 1.5 տարի։ ԿՊԱ-ական նախարարը բացատրեց արդարության տեսանկյունից։ Նախագիծը շրջանառելուց հետո երբ դրվել է ի դրաֆտ համակարգում, երբ մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի 1-ից։ Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանն արձագանքեց նաև որպես մայր, 1 տարվա ծառայությանն էլ դեմ չէր լինի, բայց արդյոք դրան զուգահեռ իշխանությունը կարողանալու է այս փոփոխությունից բխող մյուս վտանգները նվազեցնել, չեզոքացնել։ Առաջինը իհարկե համալրման խնդիրն է, պարոն Պապիկյան, որքան էլ ասում ենք 2 տարի, 1.5 տարի դարձնելով որևէ թվակազմի վրա որևէ ազդեցություն դա չի ունենում, այդ դեպքում տրամաբանական հարցը առաջանում, նույնիսկ կարող է առաջարկ ծնվել, դե այդ դեպքում եկեք 1 տարի դարձնենք։ Բավարար ուշադրություն չենք դարձրել պահեստազորին, իսկ աշխարհում, եթե երկիրը կանգնում է պատերազմի առաջ, նրա հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորն է։ Հիմա մենք ինչ ենք անում, մենք խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ մեր ողջ պահեստազորը անցկացնել կարճ պատրաստության խողովակով եւ միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել իրենց պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները։ Նախարարի ու իշխանականների բացատրություններից հետո էլ ընդդիմադիր падգամավորի մտահոգությունները չփարատվեցին։ Սուրեն Պապիկյանը հիմնավորում էր, թե պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության գրավչության ու ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում։ Գիտեք, առաջին տեսանկյունից սա հանրության համար ժամկետի կրճատումը ընկալվել է որպես դրական քայլ, կամ ինչպես դուք եք ասում, հանրությանը հաճելի բան է եղել, այդ նախաձեռնություն ա եղել, բայց երբ որ մարդը սկսում է արդեն նաև որոշակի սառը դատողությամբ դիտարկել, արդեն սկսում է մտածել նաև այն մասին, թե այս փոփոխությունը կամ պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատումը Իշտաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն ունենալու եւ իմ հարցադրումը ես այս համատեքստում ձեզ ներկայացնում։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ առաջարկեց ներկայացնել, թե որքան մարդ է հրաժարվել պայմանագրային զինծառայությունից կամ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքանով է հաջողվել զինծառայողներ համալրել։ Եթե նախարարը փորձում է թվերով հիմնավորել բարեփոխման դրդապատճառը, ուրեմն թող մյուս թվերն էլ հրապարակի, որ հանրությունն ավելի ռեալ գնահատի։ Այս փոփոխությունը դրական թե բացասական ազդեցություն է ունենալու։ Մենք նաև մոտավոր հաշվարկ ունենք, հաշվի առնելով նախորդ տարիների տենդենսը, ինչ համալրում կունենանք արդեն այն ժամանակ, երբ որ հունվարի 1-ին զորակոչվողները կզորացվելու են։ Եվ նաև սա հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները մարդկային ռեսուրսի ավելացումը էապես ավելին է լինելու։ Խորհրդարանական ընդդիմությունը, որ սուր քննադատում է Փաշինյանին ու նրա թիմին, այս նախագծի հարցում ավելի զգուշավոր էր ու պահանջում էր, որ պաշտպանության նախարարը հիմնավոր համոզիչ բացատրություններ տա։ Արդյոք ծառայությունը կրճատելուն զուգահեռ պատկերացնում են դրանից բխող վտանգները ու արդյոք բավարար քայլեր անում են դրանք նվազեցնելու համար։ Կոչմանում կողմ քվեարկենք, այս լավ նախաձեռնություն է։ Ընդդիմադիրները ոչ դեմ, ոչ էլ ձեռնպահ քվեարկեցին, պարզապես չմասնակցեցին քվեարկությանը։ Քննարկումն արդեն կշարունակվի արտահերթ լիագումար նիստում։ Իշխող ուժի ձայները բավարար են այս նախագիծն ընդունելու համար։
Ձեռնպայ չկա բոլոր կողմ։ Վարչապետ Փաշինյանը մինչ նախագծի ընդունումն է արդեն հայտարարել. ուզում են մարտունակ բանակը փոխել պաշտպանունակ բանակով, որ կարողանան պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանի կառավարության օրոք 21-22 թվականներին ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքից կիլոմետրեր են օկուպացրել։ Սուրեն Պապիկյանը տեսնում է հնարավորություն, որ ՔՊԻ իշխանության օրոք վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իհարկե արձագանքեց պաշտպանության նախարարը, իսկ ինչպես։ Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։